1945 թվականի մայիսի 8-ի երեկոյան 23:45-ին Բեռլինում ստորագրվեց նացիստական Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը։ Եվ քանի որ Մոսկվայում արդեն ամսի 9-ն էր, Ստալինը հենց մայիսի 9-ը հռչակեց հաղթանակի օր, որը տոնվում է առ այսօր։ Հայրենական պատերազմն ավարտվեց, կարելի է հիշել, որ կապիտուլյացիոն ակտը սովետական միության կողմից ստորագրեց Մարշալ Ժուկովը, անգլո-ամերիկյան կոալիցիայի կողմից բրիտանացի ֆելդմարշալ Մոնտգոմերին, Էյզենհաուերի տեղակալը, անգամ ֆրանսիացի կար ստորագրող, բայց նրան վկայի կարգավիճակ էին տվել գեներալ Ժան դե Լատրտասինի, որին երբ ֆելդմարշալ Քեյտելը, գերմանական գենշտաբի պետը, տեսնում է այդ դալիճում, ասում է, սրանց էլ ենք մենք պարտվել, ես ինչ որ հասանք, դե պարզվեց, որ պարտվել են, ֆրանսիացիք հաղթեցին այդ պատերազմը պարտվելով, գրեթե չկրվեցին իրենց համար և ընդամենը Ստալինի անձնական սիմպաթիան էր գեներալ դե Գոլին, որ ինքը թույլ տվեց և ամեն ինչ արեց, որ Ֆրանսիան դառնա մեծ տերություն, հաղթողների ցանկ մտնի և որպես համաշխարհայինում հաղթանակած պետություն առ այսօր վեր ընկնի ՄԱԿ Անվտանգության խորհրդում որպես մշտական անդամ։ Դեպի անձնական սիմպաթիայից բացի նաև կար աշխարհաքաղաքական գործոն։ Ստալինը ցանկանում էր Ֆրանսիան պահել որպես իրեն դաշնակից Անվտանգության խորհրդում անգլոսաքսոնական երկու տերության հետ մեղմացած պայքարում։ Ինչևէ, կապիտուլյացիոն ակտը ստորագրվեց, գերմանացիք հանձնվեցին, ի դեպ մի բան էլ կա, որ քիչեր են ուշադրություն դարձնում, ողջ Եվրոպայում, Իտալիայից մինչև Նորվեգիա, մայիսի 8-ի դրությամբ 45 թվականի լուրջ մարտեր էին մղվում, Նորվեգիայում սովետական բանակներ մերոնք էին, Իտալիայում ամերիկացիք էին կրակնել, Մարշալ Տալբուխինը Ավստրիայում էր, գեներալ Բաղրամյանը այն ժամանակ դեռ մարշալ չէր, Արևելյան Պրուսիայում էր, այսինքն լրջագույն պատերազմը գնում էր։ Եվ եթե Բեռլինը չընկներ, պատերազմը կարող է ամիսներ տևեր, այսինքն դա թե ինչ է նշանակում մայրաքաղաքի անկումը ռազմական գործողությունների ժամանակ։ Ինչևէ, բայց շատ վատ բան եղավ մայիսի 8-ին Բեռլինի ժամանակով 45 թվականին։ Դե սգում է այսօր հայ ժողովուրդը, սգում է իդեմս իր ժողովարդչապետի, հայրենասեր արևմտական հանրույթի, իդեմս Հայրի Ճամպարոյ, Հարությունյան Շանթ, Խզմալյան Տիկո, Սարգսյան Վարդուր, Թաթոյան Արմուշ երևի, դեն էլ արևմտական։ Դե Մանուկյան Վազգենի կարելի է հիշատակել ստեղ, ինչու ոչ Տեր-Պետրոսյան Լևոնին, դա էլ է արևմտական։ Սգում են, որովհետև պատմության մեջ դա երկրորդ սպանն էր, որը Ռուսաստանը, այսինքն Սովետական միությունը կազմակերպեց Միացյալ Եվրոպայի գլխին։ Հիշեցնեմ, որ առաջին անգամ Միացյալ Եվրոպան դա Նապոլեոնի Եվրամիությունն էր, որը ողջ կազմով այդ հսկայական բանակով եկավ, իր արևին Մոսկվան գրավեց, թեպետ Մոսկվան դրան հանձնել էին, նա չէր գրավել, հետո ստիպած հետ գնաց, ճանապարհի կեսին ավելի շատ զինվոր կորցրեց, քան ռազմի դաշտում, սովից, ցրտից,
Ֆրանսիացի եվրոպացի նոր մարդիկ էին, չդիմացան, չէ՞։ Գրեթե կործանված բանակով տեղ հասավ։ Երկրորդը Հիտլերի Եվրամիությունն էր։ Ոչ Եվրոպան կրվեց սովետական միության դեմ, ընդ որում եվրոպական մի շարք պետություններ կրվեցին պետական մակարդակով, այսպես ասենք, որպես անկախ պետություններ։ Ֆինլանդիան, առանց որի Լենինգրադի բլոկադան չէր կայանա, 1 միլիոն մարդ չէր կոտորվի, որոնցից մեկը նախագահ Պուտինի փոքրիկ եղբայրն էր։ 30 դիվիզիա ուներ Մաններգեյմը Լենինգրադի ֆրոնտում։ Ֆինլանդիան, Հունգարիան 1 միլիոն զորքեր ուղարկել։ Ռումինիան, Օդեսանի դեպ ռումինացի գրավեցին։ Իտալիան Ղրիմում էր վերընկած, Սլովակիան և Իսպանիան։ Դրանց հռչակավոր դիվիզիան, այդ երկնագույն դիվիզիա էր կոչվում, Ֆրանկոն հատուկ ուղարկել էր Հիտլերին օգնություն և հյուսիսային տարածաշրջանում Լենինգրադի կողմերը շատ լկտի և անմարդկային ձևով իրեն դրսևորեցին իսպանացիք։ Անգամ դրանց այդ դիվիզիայի հրամանատարը Ռեյխի ամենամեծ շքանշանը, ամենամեծ պետական պարգևը ստացավ, ինչ-որ եսի միջ ասպետի աստիճան, թե շքանշան։ Ինչևէ, մի բան էլ է պետք միշտ իմանալ, որ սովետական և երկրորդ համաշխարհային պատերազմի առնվազն 85%-ը հաղթանակի ապահովել է սովետական միությունը։ Դա պարզ հաշվարկ է։ Ուրեմն գերմանական դիվիզիաների 75%-ը ջարդել է Կարմիր բանակը, պլյուս Կարմիր բանակը միանձնյա ջարդել է հունգարական, ֆիննական, Սլովակիայի, իտալական, Իսպանիայի դիվիզիաները, ոչ ոք չի օգնել։ Պլյուս SS-ի լեգիոնները, որոնք գրվում էին գրեթե բացառապես Կարմիր բանակի դեմ, օրինակ հայտնի ֆրանսիական լեգիոնը, կես միլիոնանոց, Փարիզի համար դրանք տեղ չկրվեցին, ոնց որ Ռեյխստագի վերջի պաշտպաններն էին։ Ինչևէ, և վերադառնանք մեր ազգային սգին, այն ողբերգությանը, որն այսօր ապրում է Նոր Հայաստանը իր ժողովարդչապետի գլխավորությամբ, դե հայտնի փաստ է արդեն, որ այդ տղեն պապա ունեցել, պապա կորցրել, որը Դրոյի լեգիոնի կազմում կրվել է Կարմիր բանակի դեմ և զոհվել է։ Պարզ է, դա նրա ընտանեկան ողբերգությունն է, հետո պապը կրվում էր դեմոկրատական Հայաստանի համար, ոնց որ այսօր ժողովարդչապետ, ոնց որ թորն այսօր պայքարում դեմոկրատական Հայաստան, Եվրոպայի հետ միացյալ, հետո Գերտրուդա օպերացիան տեղի չունեցավ, դա հիշում այդ օպերացիայի մասին շատ վաղուց էր հայտնի, բայց առաջի անգամ մի էջ գեղասի կա Ղուկասյանի գեղերից Հովհաննիսյան արծրուն, Սերան Օհանյանի խոսնակներ, հետո սրանք օգտագործեցին, հետո բարձրացրին մի պրոռեկտոր է, թե ինչ է, ժամանակին այդ թյուրիմացությունն իմ մոտ է աշխատեց, ոչ թե հեղինակում էր իմ թերթին, շաբաթը մեկ նյութ էր բերում, հետո որ տեսա սրա հայացները, որ լավ Ղուկասյանի գեղասին, ուր արևմուտն ուր, ոնց կարա Ղուկասյանի այն էջ գեղասին, որ արևմտականը լինի, նատո էր քարոզում, ես կում ենք ում, և Սերան Օհանյանը այդ թյուրիմացությանը տարավ իր մոտ խոսնակ, ես հասկացա, որ Հայաստանի բանակն էլ է բազմավեկտոր, շատ դեմոկրատական կարգեր կան և զարմանալի չէ, որ բանակի այսօրին հասավ։ Արծրունը անցած տարի հենց այսօրը Հովհաննիսյան Արծրունը խոսեց Գերտրուդա օպերացիայի մասին, ուրեմն ես ներկայացեմ, թե ինչ է այդ միֆը իրենից ներկայացնում և թող ինձ լսողը կարծիք կազմի սրանց դեգեներատության աստիճանի վրա։ Ուրեմն,
Ստալինգրադը պետք է ինքներ, հետո, ասենք, եթե Ստալինգրադը ընկներ, Հիտլերը անմիջապես ազատագրում էր Հայաստանը, պլյուս դրան արևմտյան Հայաստանն էր խլում Թուրքիայից, տալիս էր Հայաստանին։ Հայաստանն է դարձնում էր անկախ պետություն։ Մի հատ է կրկնեմ։ Ստալինգրադը ընկնում էր, Հիտլերը մտնում էր Հայաստան, հետո Թուրքիայից վերցնում էր իր տարածքները, արևմտյան Հայաստանի, եւ դարձնում էր հսկայական դեմոկրատական Հայաստան։ Բայց ինչ էր կատարում իրականում։ Իրականում Թուրքիան ամենամոտ դաշնակիցն էր համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի։ Առանց թուրքական կրոմի Գերմանիան 43 թվին արդեն չէր ունենա ոչ հրետանի, ոչ զրահատեխնիկայից։ Կրոմը դա անհրաժեշտ նյութ է, անհրաժեշտ մետաղ է, այդ ապրանքատեսակների պատրաստման համար։ Ավելին, Ղրիմում թուրքերը իրենց զգում էին ոնց որ ձուկ է ջրում։ Թուրքերը անգամ Ղրիմում պալիսայ են եղել։ Պալիսայների բաներ էին գնում Ղրիմ, բատալյոն ասեմ թե ինչ, թաթարներով բնակեցված այդ վայրերը, ինչև է, աշխատում էին, գործ էին անում, տանջում էին ոչ թաթար բնակչությանը եւ այլն եւ այլն։ Եվ այսօր Հայաստանի պետական հեռուստաալիքով, առաջին ալիքով մեզ պատմում են, թե Ստալինգրադը պետք է տապալվեր, որ մենք ունենայինք մեծ Հայաստան, Հիտլերը իր դաշնակցից պետք է, չգիտեմ ում խաթեր, պետք է տարածք վերցներ, մի հատ մեծ Հայաստան սարքեր։ Բա դեգեներատ չեն սրանք։ Իհարկե դեգեներատ են։ Հայ արևմտականությունը ընդհանրապես հիմնված է դեգեներատության վրա։ Պետականորեն հայերը ողբում են առաջի հանրապետության կործանումով, որտեղ հանրապետություն չէր մնաց, դա թուրքի վիլայեթ էր դարձել։ Եվ պետական մակարդակով ստկում են իրանց դասագրքերով, բանով, թե ինչ վատ բան եղավ, ռուսները եկան, հերիք է մեր պետությունը խլեցին մեզնից։ Մի բան էլ մեր հողերը կիսեցին թուրքերի հետ։ Սա ոչ թե դեգեներատություն է, սա նաև անբարոյականության ծայրահեղ աստիճան է։ Բայց քանից հետո ես ոչ չասեմ, որ այսօր Հայաստանում սուկ է։ Սուկ է, իհարկե, սկում են բոլորը։ Մի Մանուկյան Վազգենի սրտին դանակով խփես արուն չի թափի, բա Պայրիկյան հարույրը, Չեղազմազերն է պոկում, տոբա Հարությունյան Շանց է, բա Խզմալյան Տիկոն, որ մի թափտպուկի անունը տան, բա Սարգսյան Վարդուշը, բա Լուսավոր Էդմուշը, բոլորը սուկը ողբի մեջ են այսօր, բացի նորմալ մարդկանցից։ Չէ, եթե սրանք վերարտադրվեցին, մյուս տարի հայ ժողովուրդը չի տոնի մայիսի 9-ը, դա կլինի աշխատանքային սովորական օր, երևի մայիսի 9-ը փոխարինեն հոկտեմբերի 6-ով, ըստ Մակրոնի ու Փաշինյան Նիկոլի, դա Հայաստանի ազատագրման օրն էր, չէ, Հայաստան անկախություն դեռ բերեց վերջապես Պրահայում 22 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ հրաժարվեց Ղարաբաղից։ Կամ կարող են ապրիլի 24-ը չեղարկել հոկտեմբերի 6-ով, մի բան կանեն։ Ինչև է, սա է հայ ժողովուրդը, նրա քաղաքական էլիտան, այսպիսին է նրա դեգեներատության, անբարոյականության աստիճանը, իրանց գերտուդա օպերացիաներով, իրանց եսի մինչերով, և ինչ ասեմ, արի գնա դրանց բացատրի, որ հայ տղա, այս պատերազմը հայերի համար իրոք հայրենական է եղել, 200,000 հայ Հայաստանի Հանրապետությունից մենակ հետ չի եկել, սովետական Հայաստանից ավելի ճիշտ, 200,000, 20,000 հայ Ամերիկայի կողմից է կրվել։ Հազարավոր հայեր թիվը չգիտեմ ստույգ, ուղղակի ամերիկացի հատուկ նշում են 20,000 հայ զինվոր ա եղել Միացյալ Նահանգների բանակում համաշխարհային պատերազմի ժամանակ։ Զոհերի մասին տեղյակ չեմ։
հազարավոր հայեր կամ իր բանակ են գնացել սովետական մյուս հանրապետություններից, եվրոպական մյուս երկրներից, մեր լեգենդար Միսակ Մանուշյանը, Ֆրանսիայի դիմադրության շարժման լեգենդար առաջնորդներից մեկը Ֆրանսիայում, հայդեպ որ ադրբեջանցիք թվում են իրենց սովետական Ադրբեջանի հերոսների ցանկը, դեռ մի մոռացեք, որ Նելսոն Ստեփանյանին էլ են իրանք, Նելսոն Ստեփանյանն էլ է նրանց թերի մեջ, դե վերջը Շուշիից էր գնացել, չէ՞։ Մարշալ Բաղրամյանը չեմ կարող ասել ում ցանկում է, բայց սովետական Ադրբեջանի միակ կրկնակի հերոսը Նելսոն Ստեփանյանն էր։ Դե հիմա պարզ է դրանք Նելսոնն էլ են ուրաց է արսանները վերացրին, չէ՞, Ստեփանակերտում, Շուշիում։ Ինչևէ, իսկ կամպանիան ծավալվում է, շարունակվում է։ Այսօր Ժողովրդի վարչապետը բնականաբար ոչ մի տոնական տրամադրություն չուներ, անգամ երևի չի հիշում, որ այսօր տոնա բանը։ Դե Իրանի չի, չես մեղադրում այդ մարդուն։ Այդ մարդը անկեղծ է, պետք է ուրախանալ, պետք է ողջունել նրա անկեղծությունը։ Այս տոնը այսօր իր համար տոն չէ, սուկ է։ Իր պապը կռվել է, որ այս տոնը չլիներ։ Նացիզմի համար է զոհվել, հանուն նացիզմի գաղափարների է զոհվել դրա պապը, բայց թորից ինչ եք պահանջում։ Չէ՞ առայժմ այսքանը, հետևենք կամպանիային, կհանդիպենք շատ շուտով։ Նորից խնդրեմ հիշեցնեմ, որ բաժանորդագրվեք իմ տելեգրամյան և յութուբյան ալիքներին։ Լավ մնացեք, կհանդիպենք։